ակնկալիքներ ունեք, կբավարարի դատարանների կարծիքով այդ միջնորդությունը, կալանքի ժամկետը երկարաձգվի թե ոչ։ Իհարկե կբավարարի, արդեն դատարանները ցավոք սրտի շատ կանխատեսելի են եւ երկար մտածելու խնդիրը չկա, բնականաբար կերկարացնեն, կալանքի միջոցը, խափանման միջոցը կպահպանեն։ Վերջերս երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարի հրամանով գնդերեցների ինստիտուտն է լուծարվում բանակում։ Նախ այս ինստիտուտի կարևորությանը խնդրում եմ անդրադարձեք եւ ինչու որոշեցին լուծարել։ Նախ ես անձամբ շատ գնդերեցների ճանաչել եմ ու իրենց ծառայության ընթացքից խոսել են, պատմել են եւ կարամ ասեմ շատ կարևոր էր գնդերեցների ներկայությունը բանակում եւ զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված եւ զինծառայողներին պաշտպանելու հետ կապված ներքին խնդիրներում, օրինակ վերադասի կողմից ինչ-որ ճնշումների դեպքում կամ ներքին խնդիրների դեպքում շատ օգուտ էին տվել եւ իրոք շատ երևի նույնիսկ ինքնասպանության փորձեր էին կանխել, շատ առողջացնող դեր ունեին գնդերեցները հոգևոր առումով եւ ընդհանրապես կենցաղային առումով բանակում ցավալի է եւ Քրիստոս մեզ ասում է, որ ծառը պտուղներով է ճանաչվում եւ պետք է մենք գործով ճանաչենք մարդկանց, իրենք իրենց քրիստոնյա են անվանում, հայ եկեղեցու հետևորդ, բայց իրենք նույն եկեղեցին, որին որ իրենց հայրն են համարում, մայրն են համարում, իրենք դուրս են հանում բանակից, բանակի ներկայությունը հանում են եկեղեցու, բնական է իրենք մեր եկեղեցու անդամներ չեն, իրենք իրենց գործով ցույց են տալիս, որ իրենք հակառակ են եկեղեցուն։ Հակառակ դեպքում որևէ իմաստ չուներ գնդերեցների ինստիտուտը լուծարել։ Տեղեկություններ ունեք գնդերեցների նկատմամբ ճնշումներ եղել են միանալու այսպես կոչված եկեղեցու բարենորոգման չեն համաձայնել եւ ամեն մեկին առանձին ինչ-որ խնդիրներ են տրել միանալու։ Այդ զուտ լսել եմ, անձամբ ես տեղեկություն չունեմ, բայց բնականաբար այս ամեն ինչի տրամաբանության մեջ տեղավորվում է այդ լուրերը եւ քանի որ չի հաջողվել իրենց միացնել գնդերեցներին իրենց տխրահռչակ այս շոուին, ստիգված արդեն որոշել են գնդերեցների ինստիտուտը ցրել, ինչը որ միանշանակ վնասում է առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ զինվորներին։ Եվ այս մասին ավելի շատ պետք է մտածի ազգաբնակչությունը, քան թե մենք։ Մենք մեր ծառայությունն ենք անում իրենց համար։ Հիմա իրենք զրկվելու են այդ ծառայությունից, իրենց զավակները ավելի քիչ բարվոք, ավելի ոչ հոգևոր մթնոլորտում են ծառայելու եւ հոգևորականների ծառայություններից չեն կարողանալու օգտվել, ինչի կարիքը որ միանշանակ շատ ունեին եւ անգնահատելի էր պարզապես։ Այդ պետք է մենք ժողովուրդը մտածի, որովհետեւ իրենք են այստեղ ամենաշատ, ամենամեծ տուժողը։ Ինչ պետք է անի ժողովուրդը, օրինակ Արտաշես Սարգսակյան եւ եկեղեցու դեմ հոգեվորականների նկատմամբ այս ճնշումները ինչ հանգուցալուծում պետք է ստանա եւ ինչ ճանապարհով։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ այս հարցերից տված հարցերի պատասխանները պետք է տային մեր քաղաքական գործիչները, նաեւ ընդդիմադիր գործիչները բնականաբար, որտեղ քանի որ այս հարցերը քաղաքական խնդիրներ են եւ քաղաքական լուծումներ են պահանջում, ես հոգեվորական եմ, սարգսակ եմ եւ դեռ կոնկրետ լուծումներ չեմ կարող առաջարկել, բայց պետք է մտածենք այդ առումով, ինչ կարող անի քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու ցավոք սրտի սեփական պետությունից, քանի որ այսօր մեր պետությունը աշխատում է մեր ազգի դեմ։ Արտաշես Սարգսակյան այսինքն ընդդիմությունը պասիվ վիճակում է, հա, ահավոր պատշաճի չի արձագանքում այդ գործընթացներին, ինչ-որ քայլեր չի անում, ուզում այսպես ողքի դիտորդի դերում է հայտնվել։ Ես չեմ կասկածում իրենց բարեխղճությանը, բայց թող ինձ ներեն, բայց կասկածում եմ իրենց կարողություններին, որովհետև եթե իրենք կարողություններ ունենային մասնագիտական եւ եթե պատահական մարդիկ չլինեին այնտեղ, միգուցե ավելի ռեալ լուծումներ առաջարկեին եւ այսօր գոնե քայլեր անեին,
ժողովուրդն տեսներ այդ լուծումները եւ կգնար իրենց հետևից։ Այսօր որևէ լուծում չի առաջարկվում ցավոք սրտի։ Արտաշես Սարգսակյան, իսկ այդ լուծումը մեր սահմանադրությունը չի առաջարկում, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն եւ աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի միջամտել։ Այստեղ տեղին է ասել ուժն է ծնում իրավունք։ Ուժը իրենց ձեռքում է, ոստիկանությունը իրենց ձեռքում են, դատական մարմիններն իրենց ձեռքում են, ուզուրպացրել են ամբողջ պետական համակարգը եւ հիմա փաստացի սահմանադրությունը կարող է ինչ-որ մեկը ասել, որ ես եմ սահմանադրությունը։ Եվ այս դեպքում արդեն այդ սահմանադրությունը վերածվում են տանում են թղթի կդորի, որն որ ոչ մի նշանակություն չունի։ Շնորհակալ։ Սրբազանը լավ է, աբակինվում է, հիմա աբակինման փուլի մեջ է, որից հետո էլի խնդիրներ ունի առողջական, որոնց որ անդրադառնալու են բժիշկները, ձեր թույլտվությամբ չեմ ուզենա մատնանշել կոնկրետ ինչ խնդիրներ են, բայց աստիճանաբար լուծվում են առողջական խնդիրները։